Սահմանազատման մասով փաստացի այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կա գոյություն ունեցող մեկ պաշտոնական համաձայնագիր փաստաթուղթ, որը վավերացվել է երկու երկրների կողմից ամբողջ գործընթացով, դա սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգն է, որը նախորդ տարի հոկտեմբերից վավերացվեց մտավժի մեջ։ Եվ հիմա արդեն 1 տարի անցել է։ Այդ փաստաթուղթը ուժի մեջ մտնելու պահից սկսած 1 մետր սահմանազատում չի իրականացվել։ Այն Տավուշի հատվածները միջև դա արեցին օրենքի խախտումով, այսինքն հիմա ի՞նչ է նշանակում, եթե Ադրբեջանի հետ կա, այսինքն Ադրբեջանի հետ ունենք ուժի մեջ մտած փաստաթուղթ։ Հիմա հարց, Ադրբեջանը ինչի՞ չի կատարում իր պարտականությունը։ Հիմա երբ որ մենք ասում ենք, ինչ երաշխիք կա, որ Ադրբեջանը այդ խաղաղության պայմանագիրը մնացած փաստաթղթերով կստանձնած պարտավորությունները կկատարի, զարմանում են, դե դուք պատերազմ եք ուզում, սա եք ուզում, չեք վստահում։ Բայց հիմա փաստ Ադրբեջանը սահմանազատման կանոնակարգը վավերացրել է։ Այս 1 տարի է։ Ինչի է Տավուշի այդ հատվածից բացի, որևէ հատվածում, որ կար քննարկում սկսել այդ հայ-ադրբեջանավրացական սահմանից, Բագրատաշյանի հատվածից, հարավից, հյուսիսից իջնել դեպի հարավ։ Երբ որ քարտեզին ենք նայում, ինչ կար այդ Սյունիքի հատվածում, Վայոց ձորի Գեղարքունիքի հատվածում 21-22 թվականի ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք։ Հետևաբար այդ հատվածներում սահմանազատում անելու պարագայում մենք պետք է առաջ գնանք, այսպես ասած, վերականգնենք իրական պատկերը։ Տավուշի հատվածում 90-ականներից հետո որևէ ռազմական բախում չէր եղել, փոփոխություն չկա, ռազմական տեսանկյունից մենք բավականին շահեկան դիրքերում ենք։ Ես սկսեց սահմանազատումը Տավուշից, որի արդյունքում մենք ինչ-որ տարածքներ տվեցինք Ադրբեջանին, որում Տավուշից սկսվեց այդ հայտարարությունը, հա, որ հիմա օրինակ դուք ինչ-որ սենյակ եք չափում, այդ չափումը սկսում եք անկյունից, չէ, ոչ թե մեջտեղից։ Այսինքն Տավուշից Բագրատաշյանը թողած, մնացած հատվածները թողած, որ գալի հասնում ես, ասենք, Կիրանցի հատվածին, բավականին մեծ տարածություն կա։ Այսինքն այդ հատվածում սահմանազատումը չեղավ, եղավ այն հատվածում, որտեղ մենք տարածքներ տվեցինք Ադրբեջանին։ Այսինքն Հայաստանը պետք է պնդի, որ սահմանազատումը պետք է սկսվի Բագրատաշյանից, ընդ որում այդ կարևոր արձանագրում։ Հիմա Սյունիքով այս ճանապարհի մասը, որը պետք է իրականացվի, ակնհայտ է, որտեղ պետք է լինի սահմանազատում, որ մենք ունենանք սահման, սահմանակետ դրվի